Վերջերս Փաշինյանը հայտարարեց, որ ժամանակն է եկել վերանայելու հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված Եվրոպական միության խաղաղապահ դիտորդների առաքելության մնալու իմաստը, նպատակահարմարությունը։ Թարգմանաբար սա նշանակում է, որ հիմա էլ Փաշինյանը որոշել է հեռացնել մեր սահմանից եվրոպական դիտորդներին, մեր երկրի երևի գլխավոր, եթե ոչ միակ անվտանգության երաշխիքը։ Հիշեցնեմ, որ այդ առաքելությունը Եվրոպան ուղարկեց Հայաստան 2022 թվականի աշնանը, երբ երկօրյա մարտերից հետո ռուս-ադրբեջանական սադրանքի և դավադրության արդյունքում 200-ից ավել հայ զինվոր է զոհվել սահմանին։ Այդ օրվանից ի վեր հայ զինվորներ չեն զոհվում։ Հաշվեք, քանի հայ զինվորի կյանք է փրկել եվրոպական առաքելությունը այս 3 տարիներում, և հիմա Փաշինյանը որոշել է վերացնել սա։ Ինչու չսարքել ֆրանսիական կամ ամերիկյան ռազմաբազա դրանց հիման վրա, որովհետև այդպիսին է Պուտինի և Ալիևի պահանջը, այդպիսին է երաշխիքները, որ տրվել են Փաշինյանին վերընտրվելու համար, եվրոպացիները այստեղից պետք է հեռանան։ Հետաքրքիր է, որ ռուսական բազան և զորքը Փաշինյանին չեն խանգարում մեր սահմաններին։ Հետո չասեք, որ չգիտեիք, Փաշինյանը հերթական անգամ պատրաստ է զոհաբերել մեր երկրի անվտանգությունը սեփական վերընտրության համար։